Այս պահին ինչ վիճակ է Երուսաղեմում։ Այս ռոբեին բան չկա, մեր հայերը ամենաբահով են, ձանրեր, ասենք, բավականին, չգիտենք, մենք Երուսաղեմ ավելի, ցայները ավելի զորավոր են մեր մոտ, դակնաբի ժամանակ աստե հայերը չգիտեն ու գնանսելով ապահով դեղ չունենք, սով 5 քաղաք է ծևի պատերազմի պատրաստ չենք։ Իսկ համայնքը մոբիլիզացված է։ Այո, այդ գոմեն այո, փորձենք որ մեկը միշտ կով գնալ, դե տաղն է եւ վանքն է միշտ իրար կողքի ենք։ Այո, փորձենք էս ժամանակա հատվածը իրար կողք կլնել, իրար հետ։ Իսկ համայնքը այս պահին օգնության կարիք ունի։ Ոչ, այս պահին դեռ բավականին հեռու է մեզ ամեն հարվածները որ հասան մի ժամի չափ հեռու են մեքենայով մեզ բայց մարդ չգիտես ինչ է բադահելու վերջը անորոշ վիճակ է ստեղ արդեն գարվարդյուն գասե որ մի երկու օր էլ կորձի չգնաք ստեղ ամեն խանութները պակ են 5 քաղաքին երկումուտքը միան ստեղ քաղաքացիներու համար պակեր են ուղղակի ամեն մեկ տուրի տարբասի արջև ոստիկանություն ու բանակ կա ու հատիկ կստուկեն եթե ստեղ են չեն 5 քաղաքեն չեն մտցներ իրենց Իսկ ընդհանուր խոճապ կա մեր մոտ չկա մենք մի քիչ ավելի ապահով ենք բայց այո որ գնայինք հերախոսով խոսենք մեր ասենք ուրիշ գոմի հայրու հետ հայֆայի մեջ Яфայի մեջ կամ Պետախտիկվա որը ռումպինգավ կովերնին 3 այո իրենց մոտ ավելի դժվար է մենք ստեղ Երուսաղեմ քիչ ավելի ապահով կզկանք Իսկ հայֆայի կողմի հայերը ունեն ապաստարանի հնարավորություն այո չնայած ընդեղ հայերը բավականին այդ հին թաղերն են բայց այո ամեն մեկը ընդեղ ավելի պատրաստ է ունի իր շենքի դակ իր ավելի պատրաստված են այդ կողմերը Իսկ կառավարությունը ինչ է ասում ինչ է ամեն օր լրատվամիջոցներով պրոպագանդում որ ապաստարանի կողք մնացեք ուշացիր եղեք արագ գնացեք ապահով դեղ այդ տիպի բաներ բայց այդ ամեն իրենց ասածի մեջ մենք չենք կարող օգտվել սրով մեր մոտ այս ծևի բան պատրաստ չկա Իսկ ինչքան կտևի պատերազմը խոսվում է դրա մասին Շատ մարդկասի որ մի երկու շաբաթ շատ մարդկասի էսի 2 ամսվա բան է ասենք ըստեղի պաշտպանության նախարարը ասեց որ 3 շաբթվա գործողություն է լալու չգիտենք ամեն մարդ տարբեր բան խոսա բայց ամեն քիչը որ լսեր եմ մարդոց մե որ 2 շաբթվա հարցն է որ արդեն մի 3-4 օր անցավ արդեն Շնորհակալություն պետք Եղավ շատ շնորհակալ եմ